այս պահին պետք է հասարակության հետ հողի վրա գետնի վրա ռեալ անկեղծ բաց խոսակցություն, երբեք Հայաստանում պարլամենտական գործունեությունը ընդդիմությանը վարկանիշ չի ավելացրել։ Արդեն իշխանությունը հստակ ասում է, որ մենք հաղթել ենք, մեզ մանդատ ժողովուրդը տվել է։ Հիմա ընդդիմության նոր ոտքի կանգնելը ինչ է անելու։ Նույն Փաշինյանը հայտարարում էր, որ եթե չունենան սահմանադրական մեծամասնություն, ոչ թե հաղթել է սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին լինելու է աղետալի պատերազմ։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ, շնորհակալ եմ հրավերը ընդունելու մեզ։ Պարոն Սուքիասյան, 3 ընտրությունների մասնակից 18 ուժերից, եթե չեմ սխալվում, 7-8 այդպես դիմել են Սահմանադրական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն արդյունքները կամ էլ երկրորդ փուլքվերգության նշանակվի։ Հիմա այստեղ մի հարց առաջանում, ես կազմն եմ, նայում ՍԴ դատավորների եւ այնտեղ բոլորը նշանակվել են դատավորները։ Նիկոլ Փաշինյանի օրոք իշխանության օրոք պաշտոններ են զբաղեցրել, մեկը պատգամավոր, մեկը նախարար։ Հիմա այս պատկերը միայն Արման Դիլանյանն է, որ միջև հեղափոխությունը եղել է պաշտոն է զբաղեցրել։ Հիմա այսպիսի պատկեր ունենք, ինչ ակնկալիքներով են ուժերը ընդդիմադիր, դիմել Սահմանադրական դատարան, ինչ պետք է սպասել։ Ձեր նկարագրածը հաշվի առնելով կարելի ասել պատրանքներ չկան, որ այնտեղ ինչ-որ օբյեկտիվություն կարող է լինել։ Պարզապես քանի որ ընտրական ցիկլը ենթադրում է իրավական մտածակարգի առումով, եթե կան վերապահումներ ընտրությունների հետ կապված, այդ ամենը ամփոփել Սահմանադրական դատարանում, բնականաբար ընդդիմությունը օգտվում է այդ գործիքակազմից, որպեսզի եթե հանկարծ այնպես ստացվի, որ արդեն ընդդիմությունը դիմի փողոցային պայքարի տարբերակին, որովհետեւ իշխանավոր, որովհետեւ միջազգայնացիան, որովհետեւ մեղադրանք չհնչեցնեն, թե տեսեք դուք կարող եք դիմել իրավական տարբերակին, բայց դուք նախընտրեցիք գնալ ավելի արմատական գործողությունների։ Բայց դա ստացվում է, որ զուտ ձևական բնույթի ինչ որ Չէ, ասի ձևական, նույն լսումների ընթացքում ես վստահ եմ ընդդիմադիր ուժերը, որոնք ներկայացրել են հայցեր, այնտեղ կան նաև իշխանության սատելիտ ուժեր, ահա ընդդիմադիր բոլոր ուժերի բարձրաձայնումը, նիստերի լուսաբանումը, վստահ եմ հանրության համար ավելի նոր փաստեր է վերհանելու եւ մարդիկ արդեն դատական ատյանի նիստերին հետևելով են համոզվելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Այնպես որ լրացուցիչ հարթակը լրացուցիչ իրավական հանգրվան է, բայց անխուսափելի ինչ որ ճանապարհ էր, որից հետո նոր արդեն ընդդիմությունը կմտածի հետագա քայլերի մասին, թեպետ միշտ էլ տեսականորեն թեկուզ 1%-անոց շանս կա, որ հեություն փաստերի ճնշման ներքո անգամ իսկ իշխանահաճո Սահմանադրական դատարանի անդամները միգուցե հարկադրված լինեն գնալ ինչ-որ այնպիսի լուծման, որը կբերի նոր քաղաքական զարգացումներ։ Միգուցե։ Բայց եթե դիմում ես որևէ կառույցի, նշանակում է ինչ-որ ակնկալիքներ, սպասումներ ունես եւ նշանակում է ինչ-որ չափով դա որ վստահում ես այդ կառույցին, եթե դիմում ես։ Ու նշանակում է, որ եթե այդ քայլին դիմել ես, վստահել ես, հետո դրա արդյունքների հետ պետք է նաեւ համաձայն լինես։ Պետք է ընդունես դրա արդյունքները։ Դա նայեք, Սահմանադրական դատարանի գործընթացը իրավական process է, իսկ Սահմանադրական դատարանի արձակած վճռից հետո արվող քայլեր արդեն քաղաքական տիրույթի դրվագներ են։ Հիմա ընդդիմությունը արդեն կախված որոշումից կկողմնորոշվի ինչ դիրքորոշում որդեգրել Սահմանադրական դատարանի կայացրած այս կամ այն որոշման հետ, այնպես որ իրավական գործընթացը իր հետ բերելու է նաև քաղաքական իրավիճակ եւ քաղաքական իրավիճակը լինելու է բոլոր պարագաներում մարտահրավեր ընդդիմության համար եւ ընդդիմությունը կարծում եմ, որ պիտի նախապես արդեն ունենա պլան A, պլան B, պլան C, թե որ որոշման ուշացած չէ այդ ամենը, պարոն Սուքիասյան։ Մինչև ընտրությունները պետք է, որտեղ բոլոր ուժերը, այսպես մասնակից հիմնական ուժերը, վստահ ասում են, այ մենք հաղթելու ենք, ասում են այսպես, այնպես։ Ու չէին ասում, թե լավ, եթե երկրորդ տարբերակը եղավ ու բավարարաձայններ չհավաքեցին, ինչ է լինելու։ Այդ ծրագիրը չկար ուժերի մոտ, դրա համար էլ ստեղծվեց այս իրավիճակը։ Դե երևի թե այդտեղ ես պետք է հղում կատարեն
Սամվել Կարապետյանի խոսքին, ով հայտարարել էր, որ բառացիորեն օր առաջ, որ այո, ի սկզբանե համատեղ մասնակցությունները փաստորեն ավելի ճիշտ, դա իր գնահատականն է։ Հիմա եկել էր, այդպես ասենք, post factum հետևությունների ժամանակը, դա շատ կենսունակ տարբերակ էր, որ համատեղ մեծ ընդհանուր մասնակցություն լիներ։ Հիմա դա չի եղել։ Կարելի է տարբեր գնահատականներ հնչեցնել, հարցադրումներ անել, թե ինչու դա այդպես չեղավ, բայց առավել արդիական է, կարծում եմ, հետագայում դասեր քաղել անցյալից եւ հետագայում ավելի օպտիմալ եւ ավելի համախմբված գործողությունների դիմել, այդտեղ պիտի ընդգծեմ, որ մասնավորապես Մայր Հայաստանը, ով մասնակցում էր Բարգավաճ Հայաստանի ընտրություններին, շատ վաղուց է այդ նարատիվները գեներացել միասնական մասնակցության վերաբերյալ եւ նաեւ այդ դաշտի, հա, այսպես ասենք, մերանը լինելու այդ թեման առաջ տանելու հետ կապված էր նաեւ շատ ընդգծված պատվիրովի այդ գործ կարելը պարոն Թևանյանի դեմ, դրան թիրախավորելը, դրան այդ շինծու գործով ազատազրկելը, այսինքն մենք ինքներս միայն նպաստել ենք, թե ինչու այդպես ստացվեց, երևի թե այն մարդիկ, ովքեր անձամբ են որոշում կայացրել, հասցեատեր այդ հարցադրման իրենք են, հետագայում գոնե պետք է մենք առաջնորդվենք այն հրամայականով, որ առանձին վերցրած ուժերը միայնակ չեն կարող հասնել իշխանափոխության եւ համախմբման համատեղ գործողությունների արդյունքում է հնարավոր այս իշխանություններին հեռացնել։ Հիմա արդեն ընտրություններից հետո է նոր համախմբման կոչընչում, հա, Սամվել Կարապետյանի կողմից ասում է միավորվենք ու հանրահավաքի կոչանում։ Սա ինչ է տալու, արդյոք ռեսուրս կա ընտրություններից հետո այս արդեն իշխանությունը հստակ ասում է, որ մենք հաղթել ենք, մեզ մանդատ ժողովուրդը տվել է։ Հիմա ընդդիմության նոր ոտքի կանգնել ինչ է անելու։ Եվ այսպես շատ են, հա, ասում այն ժամանակ, երբ որ ընտրատեղամասերում նկատվում էր, հա, այդ խնդիրները, երբ որ կեսգիշերին Նիկոլ Փաշինյանը օրինակ հայտարարում էր դեռ ընտրատեղամասերի արդյունքները չհրապարակված, ասում հայտարարում է, որ իրենք կառավարություն են ձևավորել, ասում են այդ ժամանակ ուր էր ընդդիմությունը չկար, ինչով էր զբաղված, որ հիմա են եկել։ Դե տեսեք, ես այստեղ ձեր մատնանոցույց արած դրվագները ներքաղաքական կյանքի տարբեր հանգրվաններ են, որոնց վերաբերյալ կարելի է ունենալ տարբեր գնահատականներ եւ տարբեր մեկնաբանություններ։ Այստեղ իմ կարծիքով շան գլուխը թաղված է ադրբեջանական պատվերով գրված եւ մինչ օրս ժողովրդից թաքուն պահվող այդ սահմանադրության նախագծի մեջ։ Հարցերի հարցը դա է եւ հենց պատահական չէ, որ ցայսօր գախնի են պահում այդ նախագիծը հասարակությունից, որովհետև եթե դու առողջ իշխանություն ես, դու վստահ ես քո հաղթանակի վրա եւ դու հասարակությունից թաքցնելու բան չունես, դու չես վախենում, որ քո վերած սահմանադրության նախագիծը շատ իդենտիկ է լինելու Ալիևի պահանջների հետ, դու պիտի ընտրություններից առաջ դա հրապարակեիր։ Նաեւ դա կոծկելով են այդքան թվով ձայներ հա ստացել ԿՊ-ականները։ Հիմա նույն Փաշինյանը հայտարարում էր, որ եթե չունենան սահմանադրական մեծամասնություն, ոչ թե հաղթել է սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին լինելու է աղետալի պատերազմ։ Եվ ընտրություններից հետո երբ որ ժուրնալիստը հարց է տալիս, ինքը խուսափում է այդ հարցին պատասխանելուց, ստացվում է, որ ինքը խաբել է հասարակությանը վախ ներարկելով քվե է կորզել, եւ հիմա ըստ իր ասացի տրամաբանության իշխանության վերընտրվեմ չի լինելու պատերազմ։ Չէ, ինքը ասում է, եթե ես Եթե պիտի մենք սահմանադրական մեծամասնություն տանենք, եթե չտանենք, լինելու է պատերազմ։ Հիմա ստացվում է, որ պիտի պատերազմ լինի իր ասելով։ Այստեղ կան տարբեր որոգայթներ, որ եթե ինքը ինչ-որ աճպարարություն անի, ինչ-որ պայմանավորություններ ունի, որը չկատարի կամ չկարողանա կատարել եւ տեղի ունենա պատերազմ, դա էլ բան ան, այսպես ասեն, ժողովրդական լեզվով ասած գցին դիմության գրպանը, որտեղ իրեն պետք է այդ 2/3-ը որպեսզի պարլամենտով սահմանադրական փոփոխություններ անցկացնել, բայց արդեն վերջին օրին սկսել են խոսել 300,000 ստորագրությունով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Դրնեկատվեք այդ 300,000-ը շատ այսպես բան է, էպիկ թիվ է դարձել, էլի 300,000 ադրբեջանցիների 300,000 ստորագրություն, 300,000 աշխատատեղ։ Այդ 300,000 ստորագրությունով եթե ինքը տանի հանրաքվեի եւ փաստորեն
կասկածի տակ դնի Հայաստանի երրորդ հանրապետության անկախության հռչակագիրը սահմանադրությունը, ահա այդտեղ է որ իրական մարտահրավերը կանգնելու են դիմության առաջ։ Ընտրական գործընթացները մի բան են, բայց մեր պետականության լինելիության գոնե այս 30 տարվա իրավաքաղաքական կառուցակարգով ինչ որ ունենք։ Ահա այդտեղ է որ ընդդիմությունը չունի այլ տարբերակ, քան համատեղ ջանքերով դեր կանգնել Հայաստանի երրորդ հանրապետության։ Պարոն Սուքեսյան, նայեք նաև ինչ են ասում, իշխանության ներկայացնել է սրա մասին ակնարկում են։ Այս պայթրությամբ իրենք 3.5 ունեն ու միայն համանadrության համար հայ իրենց ձայները չի բավարարում, մի քանի ձայն պակասում է, բայց ասում են, որ անգամ իշխանության ներսում վստահ են, որ եթե պահը լինի, կարող են ընդդիմության որոշ անձանց հետ, այսպես իրենց կողմը լրացնել, ինչպես մինչ այսօր խորհրդարանում տեսել ենք նախորդ պատգամավորներից մի քանիսի հետ կապված։ Ասում են, որտեղ ցուցակները այդքան վստահելի չեն, քաղաքականապես այդքան ամուր ցուցակներ կազմված չեն։ Ես կարծում եմ դրանք տեղեկատվական արշավներ են ընդդիմության ներսում ավստահություն սերմանելու միտումով։ Ես ասում եմ ոչ թե նրա համար, որ ես ինքս կարող եմ այլոց վերաբերյալ 100%-անոց վստահություն հայտնել ամրության առումով, չէ։ Այստեղ խնդիրը նաև այլ դրվագ ունի, եթե պիտի դա այդուհանդերձ դառնա իրականություն, եթե պիտի ընդդիմադիր խմբակցություններից ինչ որ մարդկանց կարողանան իրենք ազդել եւ ապահովել իրենց համար այդ սահմանադրական մեծամասնությունը, այդ ամենի պատասխանատվությունը կրելու են համապատասխան ֆրակցիաները ներկայացնող քաղաքական ուժերը եւ այդտեղ կարծում եմ դա կլինի այդ քաղաքական ուժերի մահախոսականը դա իրականում։ Եվ պետք չէ ավելի շուտ դրա մասին մտածել եւ այնպեսի ցուցակներ կազմել, որ նախընտրի արժեք կացնային տարբերակով, ակնհայտ ապօրինություն անելու տարբերակով, հետագայում հատուկ կարևորագույն գործերով քննիչների առաջացումներ գրելու աստիճանի արարքներով կայտրոնական ընտրական հանձնաժողովը քանի որ դուրս թողեց Բարգավաճ Հայաստանին պարլամենտից, որի հետ նաև Մայր Հայաստանն էր մասնակցում ընտրություններին, այլ քաղաքական ուժերի վերաբերյալ ես չէի ուզի որևիցե չարագուշակ կանխատեսում անել, բայց եթե Աստված մի արած լինի այդպիսի բան, այդ ուժերը կրելու են դրա պատասխանատվությունը եւ կարծում եմ ամբողջովին կվարկաբեկվեն անկախ նրանից մեկ հոգի դա կլինի 3-ը, 5-ը, թե 7-ը, թե անգամից գետ մեկ հոգի տրվի իշխանության շանտաժին, ճնշումներին, գայթակղություններին եւ ապահովի իշխանության համար ցանկալի պատկեր կարելի է համարել, որ այս պահին գոյություն ունեցող պարլամենտական տվյալ պահին գոյություն ունեցող պարլամենտական համակարգը այլևս դառնում է գերեզմանային եւ ոչ կենսունակ, առանց այն էլ այս պարլամենտը լեգիտիմության լուրջ խնդիր ունի եւ եթե մի բան էլ այդպիսի դրվագ լինի, մենք կհասկանանք, որ դա պետության վերջն է ուղղակի, որ բռնաճնշումների միջոցով քաղաքական օպոնենտներին հարկադրել, ապահովել իշխանական քվեներ եւ երկիրը տանել արտաքին քաղաքական պատվերի արդյունքում ձևավորված սահմանադրական փոփոխությունների։ Դա կլինի ամենայն լուրջ պետական կատաստրոֆան, որից ես շատ կուզեի, որ մեր երկիրը այդուհանդերձ խուսափեր։ Պարոն Սուքեսյան, նայեք, ամեն օր, երբ որ լսում ենք Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ինչ ասում է, եկեք խորհրդարան, ես ձեզ ջախջախելու եմ, ձեր, այսպես ասած, ոտատակ եմ տալու ընդդիմության, հատկապես նշում է հիմնական, ասում է Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, կտեսնեք, նստելու են։ Այս պատկերը, երբ որ այսպեսի պատկեր ունենք, խոսում են ջախջախելու մասին, ո՞նց եք պատկերացնում խորհրդարանում աշխատանքը գնալու են այնտեղ օրինակ ընդդիմադիրները ինչ անեն։ Դե տեսեք, եթե ոչ միայն ձեր ասած դրվագը, այլ առհասարակ հետահայաց եթե նայում ենք անկախ Հայաստանի խորհրդարանական պատմությանը եւ ընտրական գործընթացներին, արձանագրում ենք երկու անհերքելի փաստ։ Առաջինը, երբեք Հայաստանում ընտրություններով իշխանություն չի փոխվել առ այս պահը, եւ երկրորդը, երբեք Հայաստանում պարլամենտական գործունեությունը ընդդիմությանը վարկանիշ չի ավելացրել։ Միշտ էլ տվյալ ֆավորիտը կամ հաջորդ խորհրդանում առհասարակ չի լինում կամ անհամեմատ ավելի քիչ թվով ձայնով, իսկ էլ ավելի հաջորդին ընդհանրապես արենայից դուրս է գալիս։ Դա վիճակագրություն է, դա գնահատական չի։ Այսինքն այդ տրամաբանությանը եթե նայենք, ընդդիմությունը պարլամենտում չի ուժեղանում, ընդդիմությունը պարլամենտում չի կարողանում մաշեցնել իշխանությունը։
այդ տրամաբանությամբ եթե առաջնորդվենք, ընդդիմությունը երբևէ պիտի անելիք Հիմա ստացվում է, որ մանդատները վերցնելը ճիշտ է։ Տեսեք, հիմա ընտրությունը շփազանց բարդ է եւ վերցնելը եւ չվերցնելը լինելու է դժվար որոշում եւ դրանից բխող հետևանքներով, եթե այդուհանդերձ որոշեն վերցնել ընդդիմադիր խմբակցությունները մանդատները, նախ դա կլինի որոշակիորեն լեգիտիմացնել Բարգավաճ Հայաստանին դուրս թողնելու այդ իշխանական խայտառակությունը, բայց եթե դա էլ մի կողմ թողնենք մի պահ, պիտի շատ կարճ մտածելով ընդդիմադիր խմբակցությունները գիտակցեն, որ իրենք չունեն այլևս ժամանակ տարիներով պարլամենտում փորձեն դասական պարլամենտական գործունեությամբ հանրությանը ինչ-որ բան համոզեն, ապացուցեն կամ իշխանության թույլատվեն, դա պիտի զուգորդվի փողոցային պայքարով։ Եթե դա չլինի, ժամանակի ընթացքում ձեր ասածի պես եթե Փաշինյանը գա գաստրոլներ տա այնտեղ, ընդհանուր մինչև չգիտեմ, բիրտուշ կիրառել եւ հայհոյանք եւ այլն, շատ արագ նույն ընդդիմադիր ֆրակցիաներին ձայն տված մարդկանց հավատքը գահավիժելու է, վստահությունը նայեք ինչ են ասում են մենք գնում ենք խորհրդարան, հետագամ երբ որ պահը պետք է այնտեղ իմպիչմենտ ձեռնարկելու կամ փողոցային պայքար գեներացնելու, այսինքն նույնը ինչ որ նախորդ խորհրդարանում էին ասում, անգամ ձախողումից հետո իմպիչմենտի գործընթացում։ Շատ լավ, ուղղակի տարբերություն նախորդ ժամանակահատվածի, հիմա շատ ավելի, այսպես ասենք, հրատապության ռեժիմով է զարգացումները տեղի ունենում եւ մինչեւ տարեվերջ այդ սահմանադրական փոփոխությունների այդ ուխտը չոքելու է բոլորիս դռանը եւ ես այդուհանդերձ որոշեն վերցնել մանդատները գոնե ինքս ինձ համար կարող եմ այսպես պայմանական deadline վերջնաժամկետ սահմանել սահմանադրական փոփոխությունների դիմադրությունը բայց ես այդուհանդերձ դիահույս եմ որ Սահմանադրական դատարանի նիստերը եւ հետագայում արդեն համատեղ հանրահավաքները եւ այլն այդուհանդերձ հասարակության մեջ կգեներացնեն այնպիսի էներգետիկա, որ մեր հասարակության ուշադրությունը սոսկ պարլամենտի վրա չլինի, հա, դա լինի ընդհանրապես ինչ-որ մի տեխնիկական դեպք։ Բայց այս բանը այդ փողոցային պայքարի մարդկանց դուրս անելու այդ էներգետիկան ռեսուրսը կա։ Ես կարծում եմ, որ դեռևս կա։ Կարծես մարդիկ հաշտ են ընտրությունների հետ։ Դե տեսեք, այդուհանդերձ հասարակության հետ պետք է խոսել։ Անկամ իսկ նույն պարլամենտ գնալու որոշումը պետք է հասարակությանը մատուցել նույն հանրահավաքների ֆորմատով։ Մարդկանց հետաքրքրող շատ հարցեր կան, որոնք պատասխան են պահանջում։ Եվ այդ հարցերի շուրջ պետք է խոսել, մարդկանց հետ պետք է քննարկումներ ծավալել, պետք է հանդես գալ եւ սեփական որոշումը մատուցել հանրությանը եւ հանրությունը արդեն կորոշի ինչքանով են այդ փաստարկները լեգիտիմ, ինչքանով են ընդունելի եւ արդեն ելի եմ ասում ցանկացած ուժ իր համարթող որոշում կայացնի եւ ինչ որ մի գին վճարելու է ընդդիմությունը այս կամ այն որոշման դեպքում էլ այնպես որ այդտեղ լուրջ մարտահրավեր։ Այդ գինը ո՞րն է լինելու ուսես։ Դե տեսեք հասարակության միշտվար զանգված կա այդ իշխանության հետ պարլամենտում ոչինչ պետք չի անել։ Դրանք թուրքի դրածո լկտի իշխանություններ են։ Դրանց հետ պարլամենտ գնալը անիմաստ է եւ շատ դժվար է այդ տեսակետը կրողներին հակաճառել։ Մի հատված էլ կա, որ այդուհանդերձ ասում են լավ պետք է վերցնել, բայց ոչ թե նախկինի նման ուղակի համակերպվել եւ բանանել, թեպետ նախկինում էլ եղել են դիմադրության շարժումը եւ այլն, այնպես չի որ նախորդ 5 տարում ընդդիմությունը ձեռները ծալած նստել է, բայց խոշոր հաշվով հետևություններ անելով իհարկե ձայների հարաբերակցությունը հիմա տարբեր է լինելու անգամ իսկ այս ձայնագողությունից հետո եւ սահմանադրական մեծամասնություն չունի ԿՊ-ն, բայց այդուհանդերձ ես առավել քան վստահ եմ որ պարլամենտում մթնոլորտը լինելու է ուղղակի նողկալի, որքան էլ ընդդիմությունը լինի, չգիտեմ, պերճախոս, որքան էլ լինեն գրագետ, որքան էլ լինի, այսպես ասենք, թիրախային շատ սուր, միևնույն է, այս իշխանությունը այնպիսի ռուբիկոն է հատել, որ օրինակի համար Նիկոլ Փաշինյանի համար իր կաբինետի այլընտրանքը շատ լավ պատկերացնում է, որ հաստատ իրենց տուն գնալը չէ, էլի, իր կաբինետից եթե նա դուրս եկավ պետք է գնա քննիչի մոտ ցուցմունք տալու շատ հարցերի վերաբերյալ։
Դրա համար նա քանի որ այսպես ասենք գնացել է վաբանկ եւ շարունակելու է գնալ վաբանկ, ինչու ոչ նաեւ արտաքին տարբեր այս ընթացքում իրեն սատարած արևմտյան ուժերի կամ թուրք-ադրբեջանական տանդեմի ահա այդ դրվագներից, այդ ճնշումներից եւ պրետենզիաներից ելնելով, որտեղ ինքը բաներ է խոստացել, ինչ որ բաներ է հանձնարարել բացի համադրության փոփոխություններից, նաեւ ասենք, չգիտեմ, Տիգրանաշենը դարձնել Քյարքի եւ հանձնել Ադրբեջանին, շատ տարբեր դրվագներ կան խնդրահարույց, իշխանությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, նաեւ այս ճակերտավոր բարի լուրը, որ հաղորդեցին, որ ակցիզային հարկի թանկացման միջոցով կյանքը նորից թանկանալու է, հիմա արդեն նաեւ մեր դուրը թակում է գյուղմթերքի արտահանման, ահա այդ ճգնաժամը, այնպես որ անընդհատ սուր վիճակներ է լինելու եւ չգիտեմ, միգուցե ինչ որ դրվագում պարլամենտում ինչ որ process-ներ գեներացվեն, եթե մինչեւ Բարգավաճին ապօրինի կերպով զրկելը կար impeachment-ի գործընթացը 44-ով, սկզբնական փուլը սկսելու 44 մանդատով հույս, հիմա էլ դա կարծես թե արանքից իջիկ է դառնում, դուրս է գալիս, բայց այդուհանդերձ միգուցե եթե գա իշխանափոխության պահը երկրում անիշխանություն չլինելու համար ինչ որ մի պահի պետք կան, բայց իմ թվարկած բոլոր տարբերակները շատ հիպոթետիկ են, այս պահին պետք է հասարակության հետ հողի վրա գետնի վրա ռեալ անկեղծ բաց խոսակցություն, որպեսզի հասարակությունը շարունակի հավատընծայել ընդդիմադիր այս պահի խոշոր խաղացողներին։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Սուքիասյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր Եվրոմեդիայի զրուցակիցը Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էր։ Շնորհակալ եմ մեր եթերին հետևելու համար, կհանդիպենք։